Մերձարևելյան տարածաշրջանում իրավիճակը կրկին սրվել է։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրանի հարավում հրթիռային կայանքներին և Հորմուզի նեղուցում ականապատում իրականացնելու փորձ կատարող մոտորանավակներին։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության պնդմամբ հարվածները պաշտպանական բնույթի էին, նպատակ ունեին կանխարգելել իրանական սպառնալիքները։ Չնայած ամերիկյան պնդումներին, թե նահանգները զսպվածություն է ցուցաբերել շարունակվող հրադադարի ընթացքում, միաժամանակ սակայն թիրախավորվել են Բանդար Աբասի մոտակայքում գտնվող տարածքը, հարավային նավահանգստային քաղաքը, որտեղ էլ տեղակայված է Իրանի ռազմածովային բազան։ Տարածքում պայթյուններ են որոտացել։ Բլումբերգը հաղորդում է, որ հարձակման հետևանքով զոհվել է մի քանի իրանցի զինծառայող։ Իրանի ու Հորմուզի նեղուցի վրա գրոհներն իրականացվել են Թեհրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ժամեր անց։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքով բանակցություններում քննարկվել են հստակ մանրամասներ։ Հարվածներից հետո էլ Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Թեհրանի հետ գործարքը դեռ հնարավոր է։ Կարծում եմ, ինչպես ցանկացած համաձայնագրի դեպքում այս մեկի համար էլ կպահանջվի մի քանի օր, որպեսզի կարգավորվեն տարաձայնությունները, ճշտվեն բառերն ու նախադասությունները։ Մենք պետք է բոլոր մանրամասները քննարկենք, կամ սա շատ լավ գործարք կլինի, կամ ոչ։ Պետքարտուղարը սակայն կոշտ է արտահայտվել կարևորագույն ծովային էներգետիկ զարկերակի վերաբերյալ։ Հորմուզի նեղուցը պետք է բացվի այսպես թե այնպես, այն ինչ կատարվում է այնտեղ միանգամայն անօրինական է ու անընդունելի։ Դա անկայունություն է առաջացնում աշխարհում։ Չկա որևէ պետություն, որը կողմ լինի տարանցման համար վճարին։ Դրան դեմ են նաև ռուսները, չինացիները, բացառությամբ Իրանի ռեժիմի։ Հետևաբար դա անընդունելի է ու պետք է բացվի առանց տուրքերի կիրառման։ Մերձարևելյան տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի ֆոնին Իրանի գլխավոր բանագնացը խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Դոհայում Կատարի վարչապետի հետ քննարկել են Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը, պատժամիջոցների չեղարկումն ու ակտիվների ապասառեցումը։ Թեհրանում վստահ են, իրենց ուժը երաշխիք է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնալու բանակցություններում հնարավոր փոխըմբռնմանը։ Երաշխիքը մեր ուժն է եւ այն դասը, որն Իրանի ժողովուրդը տվել է ագրեսորներին։ Մի անհանգստացեք երաշխիքների համար։ Երկիրը, որը կարողացավ 40 օր պաշտպանվել երկու միջուկային տերություններից եւ ստիպել թշնամուն զղջալ իր գործողությունների համար, կարող է շարունակել ցուցադրել իր ուժը։ Միացյալ Նահանգներն այլևս իր համար ոչ մի անվտանգ վայր չի գտնի, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։ Նրա խոսքով անժխտելի է մի բան՝ ժամանակի սլաքները հետ չեն շրջվի, եւ տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան բազաների համար։ Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել բարեկամություն, համագործակցություն եւ փոխադարձ աջակցություն ցուցաբերել բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար։ Միաժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադարը Իրանի ժողովրդին ուղերձում ընդգծել է, որ նահանջ չի լինելու։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նույնպես վստահեցրել է, Իրանը ոչ մի դեպքում չի հանձնվի։ Թշնամի ռազմական ասպարեզում ձախողվելուց հետո կենտրոնացել է տնտեսական պատերազմի վրա։ Կառավարությունն ու մասնավոր հատվածը հաջողությամբ կանցնեն նաև այս փուլը համախմբվածությամբ եւ համատեղ գործակցությամբ։ Երկրի արտաքին փոխազդեցությունների եւ բանակցությունների գործընթացը մշակված է այնպես, որ Իրանի ժողովրդի իրավունքները լիովին հարգվեն եւ Իրանը ոչ մի դեպքում չի նահանջի։ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն երկրների համար, որոնք իրենց գործողությունները համակարգում են Թեհրանի հետ։ Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ 32 նավ, այդ թվում նավթատար, տանկերներ ու բեռնատար նավեր հաջողությամբ հատել են ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից թույլտվություն ստանալուց հետո։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։